Համեցեք։ Հիմա իրար հակասող բան եք ասում, մեկ ասում եք 2 ժամ, մեկ ասում եք յուրաքանչյուր հարցի համար 2 րոպե, պատասխանի համար 3։ Պատկերացնեք մի իրավիճակ, որ հարցերը շատ են, եւ 2 րոպե հարցի եւ 3 րոպե պատասխանի, այսպես ընդհանուր է 2 ժամ անցում է։ Ով որ վերջում է տալիս, զրկվում է հարցի իրավունքից։ Ոչ, վերջում հարց տվողին, եթե ձեր նկարագրած իրավիճակը լինի, թույլ կտանք, որ հարցը տա։ Ֆիքսենք, որ 2 ժամը չեն ֆիքսում։ Չէ, ֆիքսենք, որ 2 ժամը ֆիքսում ենք, 2 ժամ պլյուս 1, 2, 3 րոպե։ Ներողություն եմ խնդրում, պնդում եմ իմ հարցադրումը, եթե կա 2 րոպե հարց, 3 րոպե պատասխան։ Ընդունենք եղավ, ասած մաթեմատիկական հաշվարկ հարց չանենք, բայց ընդունենք եղավ այնքան հարց եւ պատասխան, որը 2 ժամ անցավ, բայց 5 կամ 10 հարց դեռևս կա, ինչ ենք անում։ Ուր ենք շտապում, կարող եք ասել, բարձր։ Պարոն Ղազարյան, ոչ միտեղ չենք շտապում, թույլ տվեք պատասխանեմ, հարցը հնչեցրել եք, ուրեմն ոչ միտեղ չենք շտապում, ամեն ինչ պետք է տեղի ունենա խելամիտ ժամկետներում։ Ես արդեն ասեցի, սահմանված նիստի վարման ընթացակարգով այդ իրավունքը վերապահված է ինձ, ես սահմանում եմ 2 ժամ ժամանակ, եթե ձեր հարցադրմամբ վերջին հարց տվողը չի հասցնի իր հարցը տալ 2 ժամից 1 րոպե պակաս կամ 3 րոպե պակաս, մենք վերջի հարցը կլսենք։ Ես առաջարկում եմ, որպեսզի սահմանվի 2 ժամ, այլ ճանապարհով հարցերի կրկնողության կամ նույնության ճանապարհով գնանք, այսինքն եթե հարցերը կրկնվում են, եթե հարցից հետո եւս հարց է հնչում, շատ նորմալ է, որ սահմանափակեք, բայց մի կողմից 2 ժամ նորից էլ կրկնում։ Մեր հարցերը, մեկի հարցերը բավականին շատ են, կարող է լինել 10 կամ 15։ Հիմա ես իմ 10-15 հարցը տալիս եմ, զրկում եմ իմ գործընկերներին կամ հասարակական կազմակերպություններին հարցը տալուց, դրա համար առաջարկում եմ, քանի որ հարցի կարևորությունը հաշվի առնելով, քանի որ աշխարհի բոլոր մեղքերը զեկուցման բարդվեցին մեր վրա, մենք խնդիր ունենք այստեղ պաշտպանության իրավունքի, ոչ թե արդարանալու, խնդրում եմ բոլորը ճիշտ հասկանան, պաշտպանության իրավունքի։ Հիմա դուք ինձ հարցերով սահմանափակում եք, ուզեք, չուզեք։ Դրա համար առաջարկում եմ, հաշվի առնելով, որ գոնե հանձնաժողովը վարձատրվում է պետության կողմից եւ հենց այսպիսի բաների համար է վարձատրվում, եկեք շտապենք, ամսի միջև 18-ը ձեր վերջնաժամկետը գոնե 2 աշխատանքային օր կա եւ առանց սահմանափակելու, թեկուզ հետաձգելով վաղվա կամ 2 շաբթի օրվա գնանք առաջ, վերջին ասում դա ամենայն դեպս ձեր աշխատանքն է։ Խնդրում եմ ուղղակի սա հաշվի առնել, չեմ ուզում գնալ պահանջի ճանապարհով, որտեղ մեր հարաբերությունները ամենայն դեպս եղել են աշխատանքային եւ խնդրանքների դաշտում։ Չսահմանափակել որից է մեկին։ Նորից կրկնում եմ, հարցերը կրկնվելու դեպքում երբ իրավունք ունեք հարցերը հանեք, որտեղ թվաց է ժամանակ են այսպես ձգում։ Պարոն Ղազարյան, ձեր շնորհակալություն, ուրեմն հարցերը կրկնվելու դեպքում ինքնին հարցը միանգամից կմնա անպատասխան հենց այդ պատճառով, որովհետև կրկնվող հարց է, իսկ ժամանակի սահմանափակումը շատ հարաբերական է այստեղ, որովհետև ես նորից եմ կրկնում, մենք այդպես կարող ենք 3-4 օր մնալ այստեղ մինչև նոյեմբերի 18-ը, իմաստը ինքնանպատակ մնում է ինչը, չէ, ոչ ման չեմ ուզում ասել, նման գնահատականներ մի հնչեցրեք, ես գնահատականներ չեմ հնչեցնում։